Բարի լույս սիրելիներս, չհաշված, որ այսօր շաբաթ է ու ես կարող էի երկար քնել, բայց արթնացել եմ ժամը 6-ին, վիդեո եմ մոնտաժել ձեր համար, տեսեք 7:24 ու վիդեոն արդեն ներբեռնվում է, արդից օգտվելով նաև սուրճ եմ վայելում, բայց քանի որ բաժակը շատ մուկա չի երևում, սուրճս խմեմ մինչև ներբեռնվի, տեղադրեմ, ձեզ հաճելի դիտում, ինձ էլ բարի սուրճ վայելում բոլորիս բարի շաբաթ օր։ Սիրելիներս, քանի որ շաբաթա գնացել ենք գնումների, գիտեք արդեն մեր շաբաթօրյա անելիքները, դասավորեցի մշտական գնումներն է, ինչ որ միշտ գնում ենք, հիմա ինչ էի ուզում ցույց տալ, այստեղ կաղամ, պես մեկը ունեի սառնանում, սրանք էլ եմ գնել, կաղամ, գազար, որ պատրաստենք թթու, մալականի թթու այսպես ասած, մնացել այստեղ այս հացերը տեղավորեմ, ինձ երկու տեսակի սև հացեր եմ վերցրել, ու այս կողմում էլ իմ սուրճի համար վերցրել եմ արմավ և իհարկե նախաճաշի համար երեխեքին միշտ կամ նուշ կամ այսպիսի սերմեր, հատիկներ միշտ դնում եմ նախազոյկային հիմնականում, որ բանանի, ու երեխեքն էլ այդպես սիրում են մածունի մեջ լցնեն տարբեր բաներ ուտեն, այստեղ այս առանձին թողել եմ ինչի համար, Անգելինան համաների մեքենան է դասավորում, դրա համար է սենց աղմուկ, այսօր որոշեցինք, ընտանեկան խորհուրդը որոշեց, որ ընթրիքին լամաջո ենք ուտելու, Անգելինայի ու պապայի ցանկությունն է, դրա համար սրանք թողեցի ու մեկ էլ այսօրվա գնումներից այն ամենավոր պետք էր, կարևոր էր, երկու տեսակի extra virgin ցիթապտղի յուղ եմ գնել, մեկը ներքևի համար, մեկը վերևի համար, այս կհանեմ վերևի խոհանոցը, իհարկե հիմնականում այս extra virgin-ը գիտեք կարելի է նաև տապակել, բայց ես աղցանների համար եմ հիմնականում օգտագործում ու շատ ենք օգտագործում, այսպես այդպես, բայց կարելի է նաև տապակել իրենցով ինչ-որ բան սարքել, այդպես հիմա սրանք բարձրացնեմ վերև այս նախաճաշի բաները, որովհետև վերևում եմ հիմնականում նախաճաշում, հանեմ վերև ու գամ արդեն բանը սարքեմ թթուն կտրատեմ։ Սիրելիներս, ես ինչով էի զբաղված, այստեղ կտրատել եմ, տակը գազարն է, այստեղ կաղամբը, միայն անելու եմ աղ ու ձեռքերով շատ նուրբ առանց տրորելու, առանց ճզմելու բան եմ անելու ու թողնեմ, հենց հյութը սկսում է դուրս տալ, արդեն կսեղմեմ բանկաների մեջ, այստեղ էլ միանգամից պատրաստեցի լամաջոյի բանը, այսենց պղպեղ, լոլիկ, սխտոր, հեսա գնամ կանաչի էլ բերեմ, սրանք որ բլենդեմ, խմորը անեմ, մի խոսքով, այս հաջորդ մեկ ժամվա ընթացքում նախատեսել եմ լամաջոյի խմոր, խճողակ և մալականի թթու գնամ, ու այստեղ սենց պարագաներ է սա, միջև վերջ։ Եթե հիշում եք, ես այս ծառի տակ ունեի պետրուշկա, մաղադանոս, որը անընդհատ աճում էր, հիմա ինձ շատ հետաքրքիր է, ու ես եկել եմ, որ տեսնեմ, արդյոք կա, թե ցրտահարվել է, ինձ ուղղակի զուտ այդ ամենը հետաքրքիր է, հեսա մի հատ լույսս միացնեմ ու իրար հետ նայենք, ուրեմն ինքն էստեղ էր, տեսեք ինչքան մաքուր է, ոչ մի կենդանի, ոչ մի բան այս կողմ չի եկել, այս ուղղակի ծառի տերև է, ու այստեղ էի ցանել աղադանոսներս, հիմա ինձ հետաքրքիր է, իրանք ինչ վիճակում են գտնվում, նայեք մի հատ, տեսեք, այսպես թարմ, իրենք չեն ցրտահարվել, որտև ես իրենց վրա շատ տերևներ էի լցրել, այսենց, այն որ պետքա քաղեի ու դնեի սարցախցիկ, ես իրենց ստեղ եմ սարացրել, տեսեք, այսենց շատ գնում է միջև են կողմը, հիմա քաղում եմ, բացեմ, քաղեմ, նորից վրան փակեմ ու գնանք ներս, ես էլ իմ թաքստոցը կանաչիների, տեսեք ինքը ցրտահարված չի, նայեք, թարմ, ձեռքերս գազարից ինչ է, թարմ կանաչի, տեսեք ինքը ցրտահարված չի, լղկված չի, այսենց ուրեմն աղը գցել եմ ու այսինչ շատ թեթև տակից վրա շարժումներով խառնում եմ առանց ճզմելու, որտեղ ինքը զեստենել ջուրը դուրս է տալու, չենք շատ խեղճացնում իրան, որ ինքը այդ իր խրտխրտանությունը չկորցնի,
իսկ բանկաների տակ մենակ աղ եմ գցել, բանկաների տակ էլ դափնու տերևներ եմ դրել։ Ու հիմա հենց ասեք արդեն սկսում է ջուրը դուրս տալ, հենց սկսեցինք արդեն ջուրը դուրս տալ, կսեղմեմ բանկաների մեջ։ Արդեն իմ խմորն էլ է պատրաստ, սովորական ջուր, գոլ ջուր, աղ եւ ալյուրա ու վերջում ձիթայուղ եմ լցրել, զեյթունի ձեթա ու մի քիչ այսպես սիրուն փափուկ խմոր եմ ստացել, հիմա դնում եմ հանգստանա ու անցնում ենք խճողակին։ Ուրեմն կարևոր երկու բաղադրիչներն արդեն պատրաստ են, էսի խճողակս է, այսինքն ջրիկ լավ խճողակ եմ ստացել, հիմա այստեղ էլ սետ կավելացնեմ, որ հետո վերցնեմ գսեմ ու ինքը լավ յուղոտ լինի։ Այսօրվա գնացը զեյթունի ձեթն է, տեսել խմորս է, արդեն հանգստացել է, տեսեք, կարող ենք արդեն սկսել։ Ուրեմն հիմա ամբողջը կգնդեմ, գնդիկները կանեմ ու հետո ցեգիշլոֆով էս փափուկա ստացվեմ, որ հետո միանգամից սկսեմ արդեն թխելը։ Այս մեծ եմ արել, քանի որ երկու հատ չի տեղավորվում, երկու հատ փոքր էլ շատ փոքր կլինի, ոչինչ ավելի լավ մեծ անեմ, այսինքն սիրում եմ։ Ու առաջինը արդեն պատրաստ է, ուզում եմ մի հատ կիսվեմ, սենց շատ բարակ, խրթխրթան, տեսեք, սենց լավ եփած, առանց փշրվելու, առանց միսը կրկվելու, շատ համով, սենց հիմա մի կողմից պատրաստում ենք, այսինքն ամեն ինչ մի կողմից Էլենս է թաննա սարքում, դնում է ու մի կողմից արդեն կարող են ուտել։ Ու առաջինը 4 մասի եմ բաժանել, որ 4 բալիկները, սյախուկները փորձեն մի հատ համը տեսնեն։ Դավայ, վերցրեք։ Ասեմ, որ սպասվածից լավ ավելի արագ է ստացվում ու հենց ստացվում է միանգամից տակ-տակ ուտում ենք, այսինքն ես դեռ չէ, վերջում, ես սիրում եմ, որ պրսնեմ ու նստեմ հանգիստ վայելեմ իմ լամաջոն, մսալոշը։ Սիրելիներս, վերջ, միսա, այսինքն ավարտվեց, 10 հատ էլ դեռ լավաշ կլինի, այս անգամ շոտ կուհեմ, իրոք շոտ լավ էր ստացվել, սենց, չգիտեմ, իդեալական լամաջոներ է ստացվել, ես խրտ-խրտ, ու մի հատ էս էլ եմ ուզում ցույց տամ, որ տեսեք, թեքում ենք, ոչ մի հատիկ միս վրայից չի թափվում, ոչ մի բան, ինքը լավ կպած, սենց լավ, ոչ հավաքված միսը, մի խոսքով բարի ախորժակ, գիտեք, շատ եմ պատրաստել, սովորական խմոր է, միսն էլ այդ բանջարեղենը հարել եմ, ավելացրել եմ մսի հետ, տոմատի մածուկով, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ ու լավ խառնել եմ վերջ ու ձիթայուղ։ Այո, սիրելիներս վերջը հիմա վերջացրի, այսքանը ավելացավ, այսինքն ավելացավ ասելով բազմազավակ ընտանիքս կշտացավ, որովհետև միշտ հեշտ չի բազմազավակ ընտանիքին կշտացնելու, որ բոլորը գոհ մնան։ Այստեղ էլ այսքան ու այս այդ տարբերակներից է, եթե կա թթու, լավաշ, լամաջո, այսինքն համով բաներ, ինչ որ այդ իրանք սիրում են, ու այստեղ ունեմ լավաշիկներ, սենց, եւ այս էլ թթուս, մի հատ տեսեք ինչքան լավ ինքը ջուրը ամբողջությամբ լցվեց, ոչ մի գրամ ջուր ես չեմ ավելացրել, էլի այնպես է, որ ինքն իր ջուրն է դուրս տվել, մի խոսքով հիմա Էսի մեզ երեկոյի տանջանքների, այսինքն տանջանք չէ, հաճելի տանջանքներից արդյունքը, հիմա օղքերս էլ հավաքեմ, մաքրեմ ու գնանք հանգստանալու։ Սիրելիներս, այսօր կիրակի է, ու երեխեքի հետ ճաշիկը, այսպես ասած, ընդմիջում որպես համեղություն այսօրվա, քանի որ ոչ մի բան չեմ թխել, բիսկվիտ բան այս անգամ չեմ թխել, ու այս շաբաթ լինելու է խավից, քանի որ իրանք շատ են սիրում, բայց մենք ոչ շատ հաճախ ենք պատրաստում, այսինքն գոնե ամիսի 2 անգամ, այսպես ասած։ Ալյուրը շատ լավ բովում եմ, գիտեք, այս ոնց եմ անում, որ ավելի թեթև լինի, ալյուրը շատ լավ բովում եմ, հետո ջուր եմ ավելացնում վրան, լավ խառնելով, մի քիչ աղ, շաքարավաղ ու վերջում արդեն կարագ եմ ավելացնում։
հալեցնում ենք աղը, շաքարավազը, բերանը փակում ենք, որ չթռնի, ու որ եփվի։ Արդեն պատրաստ է։ Սիրելիները, ժամը 6:15-ը ու մենք արդեն ընտրել ենք, հավաքել եմ, մաքրել եմ ու այստեղ վաղվա համար երեխեքին որոշել էի բանով, պատիվով գրեչկա սարքեի, բայց մտածեցի չէ ավելի լավ է այսպես միսը լույսը վարեմ, սենց աղացած մսով, տապակեցի, ասի չի ավելի լավ է տոմատով չանեմ, սենց, որ չսարի, հետո երկու աման չտակացնեն, Ալենն ու Զոյկան, որ շուտ են գալիս, գան իրենք ուտելու բան ունեն անվաղը, հեսա կամացացրել եմ, ես ջուրն էլ քաշվի ու վերջ, այսօր համարում ենք ավարտված, կարող եմ արդեն գնալ հանգստանալ, արդեն մի քիչ ինձնով զբաղվել, գնացինք, որոշեցի ամեն դեպքում բինգոին էլ հանել ման տալու, նոր գնամ, որ բարձրանամ վերև, արի, հիսա վիտոնել կգա, արի, սաղ իրա ոտնահետքերն աստա ամենուր, Բարի լույս սիրելիներս, բարի երկուշաբթի առավոտ բոլորիդ, ժամը 6:30 բարձրացել եմ վերև մազերս հարդարեմ, ասցի մի հատ ձեզ ողջունեմ, բարի լույս ասեմ, հետո նոր իջնեմ, երեխեքը պատրաստ են, սպասում են ժամանակը գա, որ գնան, երեխեքին ճանապարհեմ, ես էլ գնամ, բոլորիս հաճելի ձեռքբերումներով, հաջողություններով լի աշխատանքային շաբաթ եմ մաղթում, գնացինք։ Բարև։ Այսօր ես գնում ես պատրաստված։ Ես հիմա գնում եմ։ Այսօր գնալու եք Սահադաշտ։ Հա։ Ուրախ ես։ Դրաման Զոյկան երկու ուսապարկով է, մեկը դպրոցի, մեկը բաներն է, կոշիկներն է։ Բայց ինք կոշիկներ չունեն, դեռ համար Ալենին է։ Ինչ, ինքը մեծանում փոքրանում է։ Վերջ գնացին երեխեքը։ Սիրելիներս բոլորին հերթով ճանապարհեցի ու հիմա իմ հերթն է։ Անկեղծ ասած երկուշաբթի օրերին լինում են այդպիսի դեպքեր, անկեղծանամ էլի, որ երբ որ ճանապարհում եմ, բարձրանում եմ վերև, այդ ընթացքում ունեմ մի 5-10 րոպե, մինչև իմ ավտոբուսի ժամը գա։ Բարձրանում եմ պայուսակս վերցնելու ու հազիվ եմ այսպես ինձ զսպում, որ ոտքերս ննջասենյակ չտանեն դեպի վարչակալը, ասում չէ, կարին է համբերի, հեսա ես ինքս ինձ համոզում եմ, հեսա դուրս ենք գալու, հեսա գնալու ենք աշխատանքի, դու սիրում ես աշխատել ու իրոք այդպես է, ուղղակի այդ մի պահն է, որ անկախ քո կամքից ոտքերդ տանում են դեպի անկողին, որ կուզեիր պարկեիր, քնեիր, բայց հետո ասում ես չէ, բա հետո, ասեմ քնեցի, բա հետո ինչա լինելու, բայց այդ պահը արդեն այս պահն էր, դրա համար ասիկիս եմ հաղթահարեցի, հիմա վերցնում եմ պայուսակս, շորերս, քանի որ երկուշաբթի է, հանդերձանքս ու գնամ աշխատանքի, գնացինք։ Սիրելիներս արդեն տանն եմ, ասեմ որ տաքա չէ, բայց ինչպես տեսնում եք, ես սենց եմ դուրս եկել բինգոյի ման տալու, Վիտոն աղաց անում են դրան դիմացը լավ սառուցա կապ է, նորից աղաց անում, որ հալվի ու չսղանք, ես էլ ասի լավ չնած Ալենը մի քիչ առաջ էր հանեմ, բայց ասի հանեմ մի հատ էլ բինգոն իրա կարիքները հոգավերջնական, որ գնանք վերև սուրճ խմենք, մի քիչ նստենք զրուցենք ու արդեն ժամը 8-ն է։ Մինչև 9-ին արդեն մեր տանը աշխատանքային օրերին մերյալ ժամը։ Երեխեքը արդեն պարկած են, մենք էլ էլի հանգստանում ենք։ Որովհետև մեր օրը շատ շուտ է սկսվում ժամը 5-ից։ Գնանք տուն բինգո։ Գնացինք արի։ Ուղիղ գնում ատուն մրսում է երևի։ Ես էլ։
ես ուզում։